Պատկերացրեք, սկսում եք մի հատ պրոյեկտ, որի մեջ լրիվ առաջին անգամ եք, ուտեղ պետք է ոչ թե մեկ մասնակցություն, այլ 10-15 տարբեր մասնակցություն է, ոչ մեկը ոչ մի անգամ առաջ չկաք։ Պատկերացրեցիք, դե իմ ասեք տեսնեմ այդ պրոյեկտը արագ կարա լինի, թե ոչ։ Դե ինչ է շարժական ավտոն 25-րդ դիվիզիոնը, ովքեր որ ինձ առաջին անգամ են տեսնում, ասեմ, որ ես 1.5 տարի այս մեքենայի վրա հավաքում եմ շարժական տուն, ամբողջ process-ը ներկայացնում ցույց եմ տալիս։ Գիտեմ, որ շատերը նույնիսկ նայելուց եք հոգնել, մտածելով լավ էս տղեն ավարտողը չի, ինչ որ տեղ է նաև հեգնում եք ասելով բա 10 տարի է սարքում ես։ Անկեղծ էս ամենի մեջի մեղավորությունն էլ կա, որ մինչև որոշ եմ մարացել ներկայացրել, թե ինչ է նշանակում մենակով ավտոտուն սարքել։ Ու հա, այս ուղղակի մեքենա հավաքել չէ, այս մի հատ process է, որտեղ մեկ մարդ պետք է լինի ինժեներ, մեխանիկ, էլեկտրոնշիկ, էներգետիկ, նյութագետ, սվարչիկ, մի քանի մասնագիտություններ դուք թվեք ու հա, օպերատոր, վիդեոմոնտաժող, որպես այս ամեն ինչը ճիշտ կարողանա նկարանել եւ ձեզ ներկայացնի։ Իսկ ես այս ամենը մտածում իրականացում եմ մենակով, ոչ համապատասխան պայմաններում եւ առաջին անգամ։ Ու այդ ամեն ինչի գինենա, որ լիքը անգամներ սխալվում ես, հետո սկսում ես այդ սխալները ուղղել։ Ճիշտ է, ինչ որ տեղեր էլ բախտս բերում է պապանը կարողանում ճիշտ ուղղություն ցույց տալ, որոշ տեղեր գտնում են բարեխիղճ ընկերություններ, ովքեր որ իրենց գործը յոլա չեն տանում, ոնց որ այս անգամ ներկելու հետ կապված ունեմ քրաունի պես գործընկեր, ովքեր որ չալարեցին եկանացան այստեղ, որովհետեւ ինձ ճիշտ ուղղություն ցույց տան, որովհետեւ հետագայում խնդիրներից խուսափեմ։ Գնանք տեսենք, թե ինչ են քննարկել խոսել, ու այս վերջի մեկ ամսվա ընթացքում ինչքան գործ եմ արել։ Ուրեմն նախորդ ամսում հասցրել էին նոր տարածությունային կապել է վերջնական սվարկել, հատակը փակել, ինչպես նաև շտիկեն է բերել էր ճկուն վահանակները, փորձարկեցինք, որից հետո արվային վահանակի համար կապերը սարքեցի, եւ քրաունի ուղղորդմամբ կարողացա տանիքը նորմալ ներքել ստանալ, որից հետո պետք է անցնեի դարակների ներքելում, բայց բազմաթիվ հարցեր առաջանում, ինչի համար էլ քրաունի թիմը ինձ հյուր եկավ։ Հենց այդ քննարկել ենք բազմաթիվ հարցեր, սկսած ներքի խտությունից, մյուղազրկելուց, մինչև որ ներքը որտեղա ճիշտ կիրառել, այստեղ կտեսնենք որոշակի հատվածներ, մնացածը ընթացիկ process-ում կպատմեմ։ Ուրեմն այս ամացությունը պետք է լինի sense, կարող ես ծեզի որպես չափանիշ հասկանաք, եթե կիրառելու եք, որ պետք է լինի այսպես փուզով կամ վալիկով քսելու դեպքում իր ծածկողականությունը բավականին լավն է։ Փորձը ցույց է տվել, որ ժողովուրդը նաև այս վերջերս չեմ իմանում ինչու հարցնում են ինչ տեսակ վրձինով, ինչ տեսակ վալիկով։ Հիմա տեսա դու ինչ ունես քո մոտ, մի հատ ասեմ էլի, տվյալ տեսակ վրձինները, որոնք ունեն sense ասած կլոր ձև, սրանք հիմնականում նախատեսված են այս տրամաչափի, այս տրամագծի խողովակներ ներկելու համար։ Այսինքն ինքը ավելի լավ է գրկում խողովակ ներկելուց ավելի հեշտ է ու դյուրին։ Նաև նմանատիպ անկյուններ սկսելու համար, ներկնստացնելու համար։ Հիմա տեսնում ես, փորձենք այս վրձինով օրինակի համար։ Երբ որ քսում եմ ես, տեսնում ես ինչ է կատարվում։ Այս երկու ծևը դարվում է ու ծորացնելու է ներկը։ Ես պարագայում ոչ անգամից ներկնստացնում ես առանց ծորացնելու։ Ուրեմն էսա հիմա յուղազրկենք ու ցնքսենք։ Արի մի հատ նյուանս ասեմ, հա, համ դու արա գործը ես ասեմ։ Տես ուրեմն ինչը վերաբերվում է յուղազրկման պրոցեդուրան, այսպես ասած։ Եթե սովորական լուծիչով ես յուղազրկում, պետք է սպասել այնքան, մինչև տվյալ լուծիչը ցնդվի։ Այսինքն երկաթի վրայից մաքրվի։ Ու իր հետ բռնելուց բացի, որպեսզի տեղի չունենա, ասենք, այն նույն պրոցեդուրան, ինչ որ լուծիչը խառների ներքի հետ, էլի։ Այսինքն տակի մակերեսը մենք նաև նշում ենք ներքերի վրա, պետք է լինի յուղազրկված, փոշեզրկված, կեղտից յուղից մաքուր։ Արդյունքսի որ ներքեն հանգար թափավ սաղ տեսնելու եք իրանից ենք հետո պահանջելու։ Տես որ նեգիտես քանի հոգի պետք է պահանջի, չկա տես բան սարքիչ չի հաջողվում, էլի։ Եկեք մի հատ սրանով այս բաց հատվածում քսեմ, ցույց տամ թե մեկ շերտով ոնց է ծածկում։ Նամանավանդ կուզենամ նշել, որ տվյալ տեսակ ներկերը ժանգոտ ու sense ասած ոչ իդեալական մաքուր մակերեսների վրա ավելի լավ են ծածկապահվում, որովհետև այդ պահին ինքը տեղ ունի ներծծվելու։ Խորոժների մեջ մտնում է այսինքն ժանգի ավելի կպչողականություն մեծանում է։ Վրա շատ դժվար է ստանալ լավ ծածկողականություն։ Ասեմ էսի մաքուր երկաթի վրա ու հələ ամեն մեկի վրա երկրորդ տակ չեմ գնում։ Երկրորդ դերես չեմ գնացել։ Իսկ մի հատ sense արդեն սկզբից մտածում եմ որ հաստկս եմ միանգամից ավելի լավ, բայց հետո այդ ավելի վատ է, չէ՞ իրականում։ Նամանավանդ այն եղանակային պայմաններում, երբ որ հիմա մենք ենք, հա, օրինակի համար ցուրտ է, դու պետք է մաքսիմալ բարակ առաջին երեսը քսես, որովհետեւ ինքը հասցնի չորանա, ու այդ չորանալուց հետո կարողանա ամուր հինգ հանդիսանալ երկրորդ շերտի համար։ Իսկն եթե հաստա շերտը ինքը ավելի է կծկվելու, հետո դա կարա պոկի, ճիշտ եմ հասկանում տրամաբանությունը։ Չպոկի, ճակ չքվի։ Ու հա, ճաքեր առաջինը։ Պես կկորցնի, ֆունկցիան նորմալ չկատարի, որովհետեւ տվյալ ճաքի միջից արդեն ջուր է անցնելու։ Հասկացա։ Լավ, всё։ Կրեմ մի հատ դու փորձի,
ուղղակի կողքից էլի։ Մի մաստեր կլաս էր, ասել ես իմ Բրաունի թիմի շնորհակալ եմ, որ եկան նայեցին նյութերի կիրառման նրբությունների տեղում բացատրեցին, իրենց ճանապարհելուց հետո անցա մնացած դրագների ներկելու պրոցեսին, ասեմ, որ հեշտ չէր ընդհանրապես թոշի զերծելու մասը, քանի որ ավազով մաքրում է իրականացրել, շատ տեղերում ավազ էր թափվում, որ մաքրում վերջացնում է, չգիտես ոնց էլի ավազ էր հայտնում։ Դրա համար հիմնական ներկել են վրձին ու վալիկի օգնությամբ, որտեղ այդ դեպքում եթե մի քիչ փոշեր մնար, ոնց որ վրձինով կամ վալիկով ներկելուց այդ փոշին միաձուլվեր ներքետ։ Իսկ եթե պուլիզատորով ներկեի, ներկը վերևից արդեն կնստեր, փոշին կմնար տակ ու ադգեզիան լավ չէր լինի։ Բայց այդ մեթոդով շատ ավելի դանդաղ է գործը ստացվում, դրա համար որոշակի տեղեր ուղղակի վրձինով անցել են, որից հետո արդեն պուլիզատորով հիմնական շերտ եմ նստացրել։ Քանի որ պուլիզատորի մեջ արգեն ներքել մնացել, որոշում ընդհանուր ինչ-որ ածածներ ներքեմ կուբիկներով ինչ-որ նկարներ անեմ, որովհետեւ տեսնեմ վիզուալ կորությունները մեջը ոնց է կորում, ու ասեք ձեր կարծիքը, դες եթե այսպես ինչ-որ դիզայն արվի, ոնց կստացվի։ Ուրեմն նոր կոմպրեսատորի գալովկան պատվիրել եկել է, որտեղ է սառնելանի էր ու անընդհատ յուղ էր անում, պլյուս դրան արտադրողականությունը իր բավականին ցածր էր։ Նու 250 լիտր էր, այս ոնց որ թե գերացա 650 լիտր։ Հեսա փորձենք այս տեղադրենք, հասկանանք արդյոք այդքան է թե ոչ գնացինք։ Այս Վալբրիսից 58000 դրամ են պատվիրել։ Նույնիսկ այսպեսի բան է, այստեղ 80000 դրամի մոտ էր։ Հիմա ձեր մոտ կարա հարց առաջանա, թե ինչ եմ ամեն անգամ նմանատիպ սարքարումներ էլեկտրական գործեր Վալբրիսից կամ Օզոնից պատվիրում, բացեմ որ գինը շատ հարմար է, շատ արագ կարողանում ես քեզ ուզող հարցերի պատասխանները իմանաս առանց ավելորդ մունատ։ Կոմպրեսատորը սարքել վերջացնելուց հետո ասում եմ դարակների երկրորդ շերտ ներկելու, ոնց որ քրոնից խորհուրդ են տվել մի հատ փոշիներից սրբում եմ ու ասում եմ երկրորդ շերտի ներկելու։ Դարակների երկրորդ շերտը ներկելուց հետո ասում եմ ավտոտան ներսի աշխատանքների իրականացմանը ու քանի որ որոշել եմ մինչև ջերմամեկուսացում անելը պետք է ներսը նույնպես ներկել, սկսում եմ թիթեղների ալիքոտ հատվածները մուրճով ուղղել են հնարավորինս։ Ուրեմն մինչև կանցնեմ ջերմամեկուսացմանը, որոշել եմ փորձեմ այսպես մեկ ջերմամեկուսիչ փրփուր կոչվում է պոլինոր, իր պարամետրերը բավականին լավն է, այսպես մի կոմպոնենտանոց լինելու համար 80% տալիս է փագի HK ու իր ջերմամեկուսացման լամդան տալիս է 0.025 վատ մետր քառակուսի։ Այս են կոեֆիցիենտն է, որը որ ցույց է տալի, թե ինչքան է հետևյալ ջերմամեկուսիչ նյութը ջերմությունը հասկացնում։ Այս պարամետրը ինչքան ցածր լինի, այնքան իր ջերմահաղորդականությունը ավելի վատն է ու հետևաբար ինքը ավելի լավ ջերմամեկուսիչ է հանդիսանում։ Հիմա ինչ եմ որոշել փորձարկեմ, որոշել եմ այսպես փոքր տեղել փչել, որովհետեւ տեսնեմ նա ոնց է կպչում ու երկրորդ ինչքան ժամանակ ման չորանում, մի հատ էլ ստեղ եմ սկսել փչել, հետո կգցեմ ջրի մեջ, որովհետեւ տեսնեմ ջուր քաշում է թե չէ։ Ուրեմն պոլինորը փորձարկեցի, ջուր չէր քաշում, բայց լավ վառում էր, դրա համար պոլինորը ծրաժարվեց ու հիմա փնտրում եմ բարեխիղճ գործը յոլա չստանող պոլիուրետանային ջերմամեկուսացում արող անհատ կամ ընկերություն, որ ամ գործից լավ հասկանան, ճիշտ տեխնոլոգիա ու որակով գործ անեն, միևնույն ժամանակ թուրքական ու պարսկական պոլինորը, ռուսական ոչկանները, ռուսականի ավանդակ հանգած չծախեն վրա։ Եթե գիտեք նմանատիպ ընկերության կամ մանատիկ, խնդրեմ կոմենտներում գրեք։ Հիմա ոնց որ նոր կոմպրեսատորը փորձում եմ ներսը պեսկաստրու անեմ, տեսնենք ոնց է ստացվում։ Հուսամ նորմալ կստացվի, արագ ես ամեն ինչը կանեմ ու մի 250,000 դրամ չեմ տալիս ներսի պեսկաստրուի անելու աշխատանքին։ Նոր կոմպրեսատորի միջոցով կարողացա բավականին արագ պեսկաստրուի գործեր անեմ, տևեց 2-3 օր, բայց բավականին մանրակրկիտ եմ իրականացրել ամբողջ աշխատանքը։ Ու ովքեր չգիտեն, պեսկաստրուը դա մի հատ մեթոդ է, որտեղ որ 6-8 ատմոսֆեր ճնշումով օդը ավազը վերցնում ու հարվածում է մակերեսին, որի միջոցով էլ արդեն մակերեսը մաքրվում է։ Կարա ճնշումը ավելի շատ է լինի։ Ուրեմն պեսկաստրուի անելուց սկզբից այս էի օգտագործել, բայց սրա ապակին շատ արագ շարժից դուրս եկավ, քանի որ պլաստմասա էր ու ոնց որ պեսկաստրուի հետադարձ ավազները երբ որ կպել էր, սրան լրիվ խամրել էր։ Հետո սկսեցի սովորական հակագազ օգտագործել, զինվորական, որոշ շատ հին տեխնոլոգիա, բավականին տհաճա, երբ որ ռեզինը կպչում է ասենց թշերից, դրա համար նորից փորձեցի այս վերականգնեմ, ինչ եմ արել, այստեղ կտրել եմ սովորական ապակի եմ սիլիկոնով դրել, կպցրել, բավականին հաջող ստացվել է, եթե ինչ նկատի կարաք ունենաք։ Պեսկաստրուի անել բավականին տարածված գործեր, բայց 2-3 օրում կարողացա անեմ, ու ընդհանուր առմամբ մոտ 192,000 դրամ խնայեցի, 58,000 դրամ մենակ գալովկի վրա եմ գումար ծախսել։ Պեսկաստրուի գործեր անել վերջացնելուց հետո ալկոհոլի վրա որոշակի հատված կար, որտեղ որ բալկան ավելի կախնգած էր, այդ կախնգած հատվածը կտրում հեռացնում եմ, որպեսզի ալկոհոլի վրա տանիքի հատվածը ավելի ցածր կարողանամ ստանալ հետագայում։
Մյուս առանցեն արդեն տարածքը վերջնական մաքրում յուղազրկում ենք ու անցնում ենք ներկելու աշխատանքներ ու քանի որ եղանակային պայմաններից ելնելով օրվա մեջ 3-ից 4 ժամ եք կարողանում ներքի գործ անել, հարևան այստեղ օգնության հասնում, ես սկսում եմ ալկովը ներկել ինքը հետևի հատվածն ազուգահեռ ներքում, ներկերից օգտագործել եմ քրաունի հակակոռոզիոն ներկը, ինքը նաև գրունտը հանդիսանում ու շատ լավ հիմք է լինելու հետագայում ջերմամեկուսացման համար։ Ոնց տեսնում եք ամբողջ տարածքի առաջին շերտը ներկել ենք վրձինի օգնությամբ, որովհետև վրձինով ավելի լավ է ներթափանցում իրականացնում, ոնց որ մակերես հետ ներքեն հնարավորինս շփում է։ Ճիշտ է, պուլիզատորով գործը շատ ավելի արագ լիներ, բայց փուզայով արդյունքը շատ ավելի լավն է ստացվում։ Ուրեմն ամբողջ տարածքը հակակոռոզիոն կարմիր ներկով ներկել եմ։ Հիմա երկրորդ շերտը արդեն այս գույնով եմ անելու, պուլիզատորով եմ փչելու։ Հիմա ձեր մոտ կարա հարց առաջանա ինչի էլի երկրորդ շերտը կարմիր գույն չեմ անում, որտեղ կարմիրը կարմիրի վրա, եթե ինչ-որ տեղեր բաց թողեմ, լավ չեմ նկատելու, իսկ գույնի վրա փոփոխությամբ այդ շատ པարզ երևում է, հատկապես եթե ասես տեղ-տեղ մռայլ է, լուսավորություն չկա, իսկ ստեղ չունեմ խնդիր ծածկողականության, քանի որ ներքի որակը բարձր էր, անցած անգամ երբ որ տանիքը ներկում էր, շատ լավ ծածկում էր։ Հետևաբար էլ իմաստ չկա կարմիրը կարմիրի վրա ներկելու, այլ այս տարբերակով եմ անում, որ գույնի վրա եմ անում ու արդեն ավելի լավ արդյունք եմ ստանում, որտեղ տեսնում եմ մանրակրկիտ որտեղ եմ բաց թողել, ինչ եմ արել։ Ոնց որ որակապես ավելի մանրակրկիտ է ներքում։ Դե ինչ, կարելի ասել լայֆհաք է, որ կարաք դուք էլ օգտվեք։ Հիմա այս ներկը ջրիկացնեմ, որ կարողանամ պուլիզատորով ներկեմ գնացին։ Պուլիզատորով փչելուց օգտագործել եմ 1.7 դյուզ, որով բավականին արագ ստացվեց պատերը ներկել, բայց տանիք ներկելուց կար խնդիր, քանի որ այն նախատեսված չէր տանիքի համար, մտքով ասացա, որ ուղղակի կարելի է տարայի դիրքը փոխել, փորձեցի մի հատ անկյունակով դիրքը փոխել ու շատ լավ ստացվեց, այնպես որ աշխատող լայֆհակը կարող եք օգտագործել։ Գաղտնել այդ ամեն ինչին զուգահեռ հատակը ներկեց, այս անգամ ինձ շատ օգնեց, ինչ եմ շնորհակալություն իրեն։ Ներսը ներկելուց հետո վերջապես հասնում առաջի պատանի տեղադրելու աշխատանքին, պատանները տեղադրում եմ ռզբավե զակլոպկանների միջոցով, ստեղ էլ ահագին դժվար է էլի, որովհետև պետք էր առանձին անցքեր անել, հետո զակլոպկաներ անել, հետո ստուգել, որ այդ զակլոպկաները պատանի անցքերի հետ ճիշտ է եղել, նոր դրանից հետո սիլիկոնել ու տեղադրել։ Տեղադրելուց հետո դիմացի հատվածից ամբողջությամբ 3 սանտիմետր շուրուպներով մոտիկ ձգում եմ, որպեսզի թիթեղը պատանի պլաստմասի հետ միասին ընդհանուր ինտեգրվի, հետագայում ինչ-որ այդտեղից ջուր չքաշի։ Առաջին պատանը տեղադրելուց հետո մտածում եմ դե մյուս առավոտյան այլ մյուսները կսկսեմ տեղադրել, բայց եղանակը լրիվ ուրիշ անակնկալ էր նախապատրաստել, մի անգամից վատացավ ու ամբողջ պլանները փոփոխվեց, ի սկզբանե մտածում եմ, որ պատանը սիլիկոնով կտեղադրեմ, որից հետո արտաքինից պենոպլաստ կպցնեմ, որպեսզի ամ կարողանամ ներսը տաքացնեմ, հետագայում էլ ջերմամեկուսացում անելուց կարողանամ ճիշտ տեխնոլոգիան պահել։ Բայց պապան այդ մտքից հետ պահեց, քանի որ այդպես անելը շատ ավելի բարդ լինելու, առաջարկեց դրա տեղը ցելոֆանով փակել, որպեսզի ամեն ջերմոցային էֆեկտ ստանամ, ցերեկը արևի միջոցով կտաքանա, ամեն վառարան կդնեի, արդեն վառարան միջոցով եք կարողանայի տաքացնել։ Դեռ այդ միտքը անցած տարվանից էր պապան ասում, չէի ուզում անել, որովհետև անընդհատ կտրվածք է անում, տաշվածքի գործեր է անում, այդ ամեն ինչ այդքան հաջող չէր ստացվի, դրա համար չի անում։ Իսկ այս տարի արեցի ստացա, արդյունքը սպասվածից շատ ավելի լավն էր։ Ու շնորհակալություն պապայի, որ ինձ համոզեց ու հետ պահեց։ Այս ամենը համար շատ մեծ դա, որ շատ ժամանակ ավելի պարզ մատչելի լուծումներ մեր քթի տակ է լինում, բայց մենք չենք ուզում նկատել, որովհետև մեր գլխում միացած իդեալական տարբերակ է, ամեն ձև ուզում ենք այդ տարբերակը իրականացնենք, ոնց որ այս դեպքում ես անընդհատ մեծ գարաժ եմ անգալիս, որտեղ որ մի անգամից ամբողջ գործերը իրականացնեի, մեքենայի վերանորոգում կանեի, ներքելու գործեր կանեի։ Բայց այս պարագայում ընդամենը 50,000 դրամ գումար ծախսելով կարողացա մինիմալ պահանջները լուծել այս էտապի համար, որ իմ գործերը չկանգնի ու կարողանամ շարունակեմ։ Ճիշտ է, այստեղ չեմ կարողանալու ներկման աշխատանքներ իրականացնեմ ու ավտովերանորոգման այդ կանեմ այն ժամանակ, երբ որ ամբողջ ավտոտան ներսի գործերը անեմ վերջացնեմ։ Շատ ժամանակ ավելի հեշտ է խնդիրը մանացնել, ամեն խնդրի լուծման համար առանձին իրան համապատասխան լուծումը տալ, քան ընդհանուր մեկ լուծում գտնել բոլորի համար, որը ավելի թանկ է ստացվում։ Մեքենա ծածկտակ առնելուց հետո անցնում եմ երկրորդ պատանի տեղադրման աշխատանքին, ցուրտ էլ վախենալու չէր, ներսը երբեմն դառնում էր 27 աստիճան, այդ լրիվ բավարար էր թե սիլիկոն օգտագործելու, թե ներք օգտագործելու էլ ոչ մի խնդիր չէր առաջացնում, հետագայում էլ արդեն կարողանամ հանգիստ պոլիուրետանային ջերմամեկուսացումը իրականացնել։ Երկրորդ պատանը տեղադրելուց հետո անցնում եմ ամենադժվար պատանի տեղադրման նախապատրաստական աշխատանքին, դե բնականաբար այդ պատոնն էլ գտնվում էր ալկովում։ Ուրեմն այս դրանք զակլեպկեքի հարցերը լուծեցի այս պատանի, հիմա այս եզրերը կերներով կայեմ անում, որպեսզի բարակ անցքեր անեմ, կարողանամ վերևից շուրուպներով էլ նաև ձգեմ պատանը։ Դրա համար օգտագործում եմ այսպես կերներ, որը որ
ինքը ոչ թե չագուչելով է, այլ այսպես սեղմում ես, տեղը խփում է հեսա։ Տեղեր խփեց, որ կարողանամ արդեն ծակեր անեմ մանր։ Անցքերը վերջացնելուց հետո անցնում եմ ներսի պրոյեկտի պրակտիկ վիզուալիզացմանը, որպեսզի ավելի լավ հասկանամ դիզայն տեսանկյունից կատարվող նոր փոփոխությունները, իսկ թե ինչ փոփոխությունները սպասվում կպատմեմ հաջորդ վիդեոների մեջ արդեն, երբ որ այդ փոփոխությունները վերջնական որոշենք։ Մենք հայորից եզրը պատրաստ է հիմա, մի հատ էս ապակին տեղադրեմ, տեսնում ամեն բան նորմալ է, կողքից ու խանգարող բաներ չկա։ Այս ամբողջությամբ ներկեմ ու վաղ արդեն սիլիկոնով կարողանամ տեղադրեմ։ Տանիքի ապակին թեստավորելուց հետո անցնում եմ երրորդ պատուհանի հիմնական տեղադրմանը, հետո անցնում եմ դրան նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաև չորրորդ պատուհանի նախապատրաստական աշխատանքներն եմ իրականացնում։ Ուրեմն ըստ դրանք պատուհանը դնելու համար անցքերն արել եմ, մնաց խորացնեմ, որ ասենց ինքը բորտիկ լինի, որ շուրուպները թակ տվի, այսպես ասած։ Ուրեմն այս դռների ու պատուհանների տեղադրումը մտածեմ, որ 3 քրում կանեմ, բայց չէ, բավական երկար, որտեղ մի շարք հարցեր արժի չի առել։ Առաջին հերթին, երբ որ անցքեր եմ անում, տաշվածք ինչ որ գործեր եմ անում, ներկը քերվում է, հետո պետքա ներկեմ, թողամ այդ ներկը չորանա, որից հետո արդեն կարող եմ հիմնական սիլիկոնով տեղադրեմ։ Այդ իսկ պատճառով մինչև հիմա ունեմ 3 տեղադրված պատուհան, մյուս 3 պատուհաններ ու դուռը մնացել է։ Այդ կտեղադրեմ մյուս տեսահոլովակի մեջ, երևի թե արդեն կլինի 1 ամսից, կախված է գործի տեմպից ու թե ինչքան վիզուալ փոփոխություններ կլինի, որ ձեր համար էլ հետաքրքիր կլինի։ Ու եթե սա ամեն ինչը հավանել եք, չմոռանաք այստեղ ներքև սեղմել հավանելի է բաժանորդագրության կոճակը, որովհետեւ բաց թողնեք հետագա վիդեոներ ու տեսնեք թե սա ինչը վերջին չա լինելու։ Օգտվելով արդից ուզում եմ շնորհավորել ձեր բոլորի գալիք տոները, առաջին հերթին ուզում եմ մաղթեմ մեծ ուժ ու հավատ ձեր կարողությունների ուժերի հանդեպ, որպեսզի սկսեք երազանքները դարձնել նպատակ ու իրականացնեք չլսելով ուրիշներին։ Իսկ որպես ազգել մաղթում եմ, որ մեր միջից առաջին հերթին դուրս գա յոլա տանելու կուլտուրան, որպեսզի ավելի ուժեղանանք, հզորանանք եւ ավելի պարզ ճակատ կարողանանք խոսենք հարևանների ու աշխարհի հետ։ Լավ մնացեք, տեսնենք երևի թե 1 ամսից։